Կորպորատիվը Հայաստանում օր է, երբ իբր կոլեկտիվի բոլոր աշխատակիցները իրար ահա որ շատ սիրում են։ Բա դու էլ ես դրանց մոտ աշխատում։ Տնօրենը միշտ ընտրում է ամենալավ տեղը, դե որ հետո հետևից չասեն այդքան էլ հարուստ այսուր էր բերել մեզ։ Դու չես ուտի ցավը տանը։ Հայաստանում սովորաբար կոլեկտիվի տղամարդիկ վայելում են լողավազան, իսկ կանայք սպասում են մինչև տղամարդիկ դուրս կգան ու իրանք աղջիկներով առանձին կմտնեն։ Այդ կոլեկտիվում պարտադիր կա մի հատ ջահել ճտպտ աղջիկ, ով շատ ժամանակակից է ու բոլոր կանանց համոզում են, որ մտնեն շոքեբաղնիկ ու ասում են տանապեց ամոճի դա։ Այնքան վստահ են, որ բոլորի կոլեկտիվում կանեն 3 կանայք, ովքեր շատ ժպիտով գործ են անում, բայց հենց առանձնանում են ջահելներից այնքան են բամբասում, որ ոչ մի բանով իրաց չեն օգնել։ Այ մանգալի կողքին հավաքվում են կոլեկտիվի ջահել տղաները ու բաց չեն թողնում առիթ իրանք շեփին գովալու։ Դե ընկերական միջավայր է ստեղծել այստեղ կարան։ Բոլորի կոլեկտիվում էլ կային մեկ, ում համար այս ամեն ինչը լրիվ մեկ է, ինքը ինտրովերտ է, նաուշնիկներ դնում է, գալիս է իր համար հյուրասենյակում մենակով նստում է։ What's the problem, man? Մարքեթինգի աղջիկները վստահաբար թիթիզանալու են, ասեն գիշերակացով վերցնենք, որ լուսաբացը դիմավորենք, խնդիր չկա, եթե հավես չունենք, ստեղ լիքը գիշերելու տեղ ունենք։ Պապե ջան, արի շուտ գիշեր են գնանք։ Եթե դու շեֆ ես, ուրեմն արդեն գիտես, թե ոնց աշխատողների սիրտը գրավես, ամրագրումների համար դիմում ես մեզ։